Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ տաղավարում ենք, ինչպես գիտեք, ես եւ Բժիշկ Ամիրյանը փորձում ենք ընտրել հետաքրքիր թեմաներ, որպեսզի ձեր առավոտը լցվի հետաքրքիր տեղեկատվությամբ։ Մենք յուրահատուկ նշանակություն ենք տալիս մասնագիտական ասոցիացիաներին։ Այսօր հերթը Կին վիրաբույժների հայկական ասոցիացիային է։ Առողջ առավոտ Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան։ Դուք որպես տղամարդ վիրաբույժ, ինչ եք զգում, երբ ես արտաբերում եմ Կին վիրաբույժների հայկական ասոցիացիա միտքը։ Առաջին հերթին հմայք Բժիշկ Ավետիսյան եւ իհարկե ողջունում եմ, քանի որ վիրաբուժության մեջ եւս պետք է լինի խտրականություն, սեռական խտրականություն, որտեղ Կին վիրաբույժները եւս այդ բոլոր իրավունքները եւ հնարավորություններ ունեն, ինչպես տղամարդ վիրաբույժները, ինչը շատ ողջունելի է։ Ես այստեղ ավելի շատ ոչ միայն այդ գենդերային հավասարության կոնցեպտը կբերեի, այլ համարձակության կոնցեպտը կբերեի, որովհետև այդքան հեշտ չէ լինել ակտիվ վիրաբույժ, կին ընտանիքի մայր եւ այս հայկական իրականության մեջ այստեղ լիքը խնդիրներ կա, բայց ես առաջարկում եմ, որ մենք չտարվենք երկխոսությամբ, այլ անդրադառնանք մեր հյուրին եւ խոսքը փոխանցենք ու ներկայացնենք Անի Բաբայանին, ով ընդհանուր վիրաբույժ է եւ Կին վիրաբույժների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահը։ Առողջ առավոտ Բժիշկ Բաբայան։ Առողջ առավոտ։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ եւ ուզում ենք, որ միասին հասցնենք մարսել ասոցիացիայի ամբողջ պատմությունը, ստեղծման, ինչ ժամանակ ենք անցել, ինչ առաքելություն ունենք, ինչ նախագծեր ենք արդեն իրականացրել եւ ուր ենք պատրաստվում գնալ, ամեն ինչ հերթականությամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ ասոցիացիան մեծ պատմություն դեռ չունի, մենք 1 տարեկան ենք, մի քանի օր առաջ դրացավ մեր 1 տարին, ստեղծման գաղափարը իհարկե շատ վաղուց էր ծագել, դեռևս 2022 թվականին, երբ ԱՄՆ-ում էի, այդտեղ մեծ կոնգրեսի էի մասնակցում, վիրաբուժական, որտեղ հանդիպեցի Եվրոպայի Կին վիրաբուժների ասոցիացիայի նախագահին, շատ ուրախացա, հասկացա, որ Եվրոպայում շատ եւս առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Կին վիրաբուժները, իրենց խնդիրներով եւ նաեւ իրենց առաքելությամբ։ Հայաստան գալուց հետո որոշեցի, որ մեր մոտ էլ պետք է անպայման ունենանք Կին վիրաբուժների ասոցիացիա եւ գաղափարը ստեղծվելուց ճիշտ է մի փոքր ուշ, 2 տարի ուշացումով, բայց ի վերջո իրականացրեցի այդ գաղափարը։ Չնայած ինձ շատ օգնեց իմ լավագույն ընկերի բարեկամը, ով էլի ապրում է ԱՄՆ-ում, ով լավ վիրաբույժ է, Թալարը Թեջիրյան, մենք միասին ենք ասոցիացիան հիմնադրել, ստեղծել, ունենալով շատ մեծ գաղափարներ, սպասելիքներ, տեսլականներ։ Ինչ վերաբերում է ասոցիացիային, ասոցիացիան պետք է նշեմ, որ ոչ միայն ընդհանուր վիրաբույժներ են, ընդգրկում են վիրաբուժական պրոֆիլի բոլոր մասնագիտությունները։ Դեռ այդքան մեծ չենք ընդլայնվել, բայց մեծ հույս ունեմ, որ առաջիկայում մեզ շատ ավելի Կին վիրաբույժներ կմիանան Հայաստանից եւ ինչու ոչ նաեւ արտերկրից։ Առաքելությունը ինչպես բոլոր ասոցիացիաներին, այդպես եւ մերը հիմնական դա կրթությունն է, զարգացումը, մասնագիտական փորձի փոխանակությունն է, ինչպես նաեւ հասարակական գործունեությունը։ Եվ այս հասարակական գործունեության կոնտեքստի մեջ ես տեսնում եմ ոչ միայն բժշկական, այլ նաեւ կանանց թե ցույց տալ ինչպես կարելի է օրինակ Կին վիրաբույժ ինչպես կարելի է դուք նշեցիք լինի մայր, կին եւ ինչպես կարող է լինել նաեւ լավ վիրաբույժ, որովհետեւ դա բոլորը երեքը ծանրաբեռնում են կնոջը եւ հետ չմնալ որևէ նորարարությունից։ Եվ ցույց տալ նաեւ ինչու ոչ մյուս մասնագետներին, որ իրենք էլ իրենց ոլորտում կարող են լինել լավը եւ լավագույնը։ Հրաշալի է Բժիշկ Բաբայան, որովհետև այստեղ ամենից կարևոր միտքը ընդգծենք, հա Բժիշկ Ամիրյան, շատ մարդիկ ընդհանրապես հղանում են լավ մտքեր եւ դրանք մահանում են որպես միտք։ Իսկ դուք վերցրել եք եւ ստեղծել եք, ընդ որում ստեղծել եք որպես կին, ես այստեղ կհավելեի նաեւ կանացի առաջնորդության մոլեգնող այսպես անհրաժեշտությունը ամբողջ աշխարհում եւ այստեղ ինձ համար չափաբաժինները միշտ պետք է պահել, բայց միանշանակ մենք եվրոպական արժեքներ կրող երկիր ենք եւ ես ոչ թե խոսում եմ Եվրոմիության ինտեգրման շրջանակներում, պատմականորեն մենք եվրոպական ենք, ունենք Ասիայից որոշակի ամբողջ աշխարհի մշակույթից ունենք էլեմենտներ եւ մեր ընտանիքներում կինը միշտ եւ թագավորական ընտանիքներում էլ կանայք թագուհիները միշտ ունեցել են ճիշտ դերակատարում, դա որ կարծում եմ այստեղ գենետիկ հանգամանք էլ կա եւ Հայաստանը որպես կին առաջնորդ եւ կին մասնագետ ներկայացնելու դարձյալ խնդիր կա, այստեղ հայրենանվեր աշխատանքի տարերել միանշանակ կան։
Բիշկամիլյան որպես վիրաբույժ դարձյալ ես նորից ընդգծում եմ, որպես տղամարդ վիրաբույժ, կին վիրաբույժին ասոցիացիայի նախագահին ինչ հարցադրումներ ունեք, օրինակ ինչ նախագծեր կան առաջիկայում։ Ես ուզում եմ դրա մասին խոսել, արդյոք մենք կուզեի խոսենք ինչ հաջողություններ ունեք ասոցիացիայի ստեղծումից ի վեր եւ առաջիկայում ինչ նախագծեր կան։ Ես գիտեմ, որ հանդիպում եղել է կին վիրաբույժների վերջերս գիտեմ նաև որ եղել է on-line կոնֆերանս, եթե չեմ սխալվում, այլ ինչ գաղափարներ կան, որոնք առաջնահերթ են դրված, որ առաջիկա մոտ ժամանակահատվածում պիտի իրագործենք։ Այո, ուրեմն մեր առաջին հանդիպումը կին վիրաբույժների հետ ոչ ֆորմալ հանդիպում էր, ընթրիքի սեղանի շուրջ, ավելի մտերմիկ էր։ Մենք ծանոթացանք իրար հետ, հասկացանք ովքեր են մեր համախոհները։ Պետք է ասեմ, որ տարիքային տարբեր խմբի ներկայացուցիչներ էին, շատ կայացած, ինչպես նաև սկսնակ ուսանողներ, ոգևորված կլինիկական օրդինատորներ, ինչ-ինչ շատ ոգևորեց։ Եվ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ իզուր չէր այս ամենը, ինչ որ փորձել եմ անել։ Եվ նաև հասկացա, որ այդ օրը նաև մենք քննարկեցինք միասին հասկացանք, թե ինչ ենք ցանկանում առհասարակ ապագայում անել։ Կրթական ոլորտից մասնագիտական շարունակական ինչ-որ զարգացման իհարկե ամենահեշտը կազմակերպելն է on-line վեբինարները, հա։ Մենք արտասահմանից on-line լեկտորներ ունենք, որոնք որ մեծ սիրով մեզ համար անում են այդ վեբինարները։ Սակայն առաջիկայում ուզում ենք անպայման մեծ կոնֆերանս կազմակերպել, շակերտները շատ չեն բացի, բայց պլանավորում ենք միջազգային կոնֆերանս, որտեղ կզեկուցեն կին վիրաբույժները, իսկ տղամարդ վիրաբույժները մեզ կաջակցեն, կլսեն, կմասնակցեն, մի քիչ հումորային էր։ Տղամարդ վիրաբույժները կողքից կնայեն, թե ինչպես Դե Բժիշկ Ավետիսյան, ես չեմ կարող ասել դա հետ սովետական իհարկե տպավորություններ։ Ես ինքս հիշում եմ, երբ որ ես որոշել եմ վիրաբուժությամբ զբաղվել եւ ուսանող էի, ինձ հետ կար աղջիկ, ով հիմա վիրաբույժ չդարձավ, բայց չասեմ ճնշում, բայց արդեն առաջին ռեակցիան կին վիրաբուժություն, ոնց ես կարողանալ ինչպես։ Մենք խնդրում այդ հարցը ինձ տվեք պատասխանեմ, էլի ձեռագերբեք սիրուն պատասխան։ Ես հիմա Դուք կապ երբ ուզում եք։ Հա, լավ։ Ես առաջարկում եմ այս հատվածը ընդհանրապես պահպանել, որովհետև շատ բնական է, ես հիմա ձեզ շատ հետաքրքիր հարց եմ տալիս, որովհետև սա շատ բանը ռետորիկ ձևակերպում էր։ Ինչ եք հարցնում։ Ինչ պետք է հարցնեի։ Պետք է հարցնեիք, ինչ խոչընդոտներ են հաղթահարում Ինչ խոչընդոտներ են հաղթահարում ֆեմինիստական բաներ եմ արդեն։ Ֆեմինիստական ինչ խոչընդոտներ են հաղթահարում կանայք, վիրաբույժ կանայք այդ ճանապարհին։ Ոչ մի բան չենք հեռացնում, այսպես էլ գնալու է եթեր։ Իրականում, երբ որ ուսանողուհին դեռ համալսարանական տարիներից հետաքրքրվում է եւ վիրաբուժությանը միանշանակ պետք է սիրահարվել, որպեսզի ցանկանալ դառնալ վիրաբույժ, մասնավորապես ընդհանուր վիրաբուժությանը։ Կհավելեք։ Այդ տարիներին, երբ որ ուսանողի մեջ դու կամ զարգացնում կամ մարում ես այդ սիրահարվածությունը վիրաբուժության, արդեն ապագան փոխում ես այդ մարդու։ Այսինքն, եթե զարգացնում ես, դու կարող ես ունենալ շատ հրաշալի, մենք ունենք հիմա հավասիկ մեր շարքերում կան, հրաշալի մասնագետ կարող ես ստանալ։ Իսկ եթե նրա մեջ մահանում է այդ էմոցիան եւ այդ հույսը, որ ինքը կարող է շատ լավ մասնագետ դառնալ, որովհետեւ ի վերջո, այո, հետ սովետական երկրներում, մասնավորապես Հայաստանում, շատ են ասում, կրկնում, որ կին վիրաբույժը ոչ կին է, ոչ վիրաբույժ, այդպեսի մի հատ կաղապարված, այո, ավելի հարգելի գործընկերներ։ Այդպեսի բան կա։ Թերևս դա ես փորձում եմ չնկատել, որովհետև ինքս անցել եմ դրա միջով, ինչ շատ ասել են տարբեր գոլեգաներ, այժմ գոլեգաներ, տարբեր մասնագիտության մարդիկ, քեզ պետք չի, դու չես կարող դառնալ վիրաբույժ եւ այլն։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դժվարությունները եւ կնոջ եւ տղամարդու համար։ Նույն հաջողությամբ ես հեռու չգնամ խորհրդային եւ հետխորհրդային տարիներին եւ տարածաշրջանում իմ մասնագիտությունը, նյարդաբանությունը ավելի շատ վերագրվում է կանանց։ Մինչդեռ ամբողջ աշխարհում բոլոր խոշոր թոփ հեղափոխություն արած նյարդաբանները վերջին 200-250-300 տարվա ընթացքում տղամարդիկ են։ Նույն հաջողությամբ սրտաբանության մեջ, այսինքն թերապևտիկ մինչև ինվազիվ մեթոդներ եւ այլն։ Հիմա նույն հաջողությամբ
Այս վերապահումները, այս ընկալումները կային։ Ես ավելի շատ կուզեի անդրադառնալ այն մտքին, թե ինչպես են մեր ապագա ուսուցիչները կամ մեր ուսուցիչները ապագա մասնագետների երազանքը վիժեցնում։ Ինձ համար դա Աստծո առջև մեղք գործելուն հավասար ինչ որ մի բան է։ Ոնց որ երեխայի սեռով պայմանավորված այդ ընդհատումները եւ անկեղծ եմ ասում։ Այսինքն, եթե խոսքը գնում է կայացած վիրաբույժի մասին, ուսուցչի մասին, նա տեսնելով ընդհակառակը պետք է խանդավառվի եւ նպաստի այդ պարարտ հողը ստեղծի, ոչ թե հակառակը վարվի։ Նույն հաջողությամբ այդպես լուրջ դիլեմայի առարկա է, որ ենթադրենք գինեկոլոգները դրանք կես կիսով չափ եւ ավելի այդ մարդիկ վիրաբուժությամբ են զբաղվում։ Այդ ինչպես եղավ, որ մանկաբարձ գինեկոլոգների համար նորմալ է, բայց վիրաբուժության կամ ենթադրենք ակնաբույժները, ինչքան վիրահատող ակնաբույժ կանայք ունենք մենք, չէ՞, ես ճիշտ եմ։ Այո, ճիշտ է, բայց նկատի առնելով ունենալով, որ օրինակ ընդհանուր վիրաբուժությունը, թորակալ վիրաբուժությունը նրանք ծանր մասնագիտություններ են եւ դրանք ասոցացվում են տղամարդկային ուժի հետ, բայց տղամարդիկ առաջվա նման ուժեղ չեն, դա ասեմ, տղամարդկանց մեծ մասը ֆեմինիզացիայի է գնում հիմա ընդհակառակը, որ նայում ես եւ համեմատում ես, տեսնում ես, լուրջ եմ ասում, երիտասարդությանը նայեք մի հատ։ Հիշեք թեկուզ մեր սերունդը, որ մենք այդ բաներից դուրս չէին գալիս, ջիմերից, կամ ձգտում էինք ինչ-որ սպորտի գնալ, եւ ես կարող եմ հիմա ձեր ուշադրությունը հրավիրել մեր նոր երիտասարդության մի մեծ քանակի։ Շատ ենք շեղվում, այդպես է, բայց փոխկապակցված սոցիալական ընկալման մենտալիտետային հարցեր կան։ Այո։ Լավ, վերադառնանք ասոցիացիային։ Մենք նշեցինք արդեն, որ 1 տարվա ընթացքում, գիտեք, ես մի էսպիսի համեմատական անցկացնեմ, ինքս լինելով ասոցիացիայի ղեկավար, հասկացել եմ, որ յուրաքանչյուր կազմակերպություն խմորի նման մի բան է։ Մինչև բուն process-ին անցնելը պետք է մի քիչ հանգստանա եւ նստի։ Այդ խմորը պետք է մի փոքր ջուր քաշի, ինչպես ասում են։ Հիմա նորմալ է այս ժամանակահատվածը եւ ինքնանպատակ չէ, որովհետեւ երբեմն անգամ այդ մարդկանց համախմբել, հավաքել ֆիզիկապես շատ դժվար է, որ գանք ինչ որ հայտարարի, սինխրոնանանք, մտքեր մարսենք, չէ։ Այս process-ը շատ բնականon է։ Ես օրեր առաջ ներկա գտնվեցի, օրեր առաջ չէ, 2 օր առաջ ներկա գտնվեցի ձեր 1 ամյակին նվիրված այդ միջոցառմանը, որի շրջանակներում մեծ սիրով մենք համագործակցության հուշագիր կնքեցինք։ Կարծում եմ, որ կին վիրաբույժները ցավի բժշկության մեջ հատկապես հետ վիրահատական ցավերի եւ այս ուղղության մեջ մենք առանցքային հստակ անելիք ունենք իրար հետ եւ դուք որպես տեսակով մայրեր ավելի հետեւողական ու կողիկ առաջ կտանեք այս ուղղությունը։ Մեծ շնորհավորում եմ այդ համատեղ հաջողության համար։ Առաջիկա 2, 3, 5 տարիների համար դուք ինչ տեսլական ունեք, բժիշկ Բաբայան։ Տեսլականները, այո, ընդհանրապես 3 տարվա տեսլական ունենք, բայց մեկ բան է մտածել տեսլականներ ունենալ, մեկ այլ բան է դրանք իրականացնելը։ Դրա համար մեծ բաներ չենք որոշել, չնայած աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հիմնականը մեր առաջիկա անելիքը, որը առաջիկա 1 տարվա ընթացքում պետք է անենք, դա մեծ հնչեղության եւ կարեւորության այդ միջազգային կոնֆերանսն է, որը պետք է պարտադիր կազմակերպենք։ Դա օգտակար կլինի ոչ միայն մեր կին վիրաբույժների, այլ առհասարակ բոլորի համար, կլինիկական օրդինատորների, մյուս վիրաբույժների համար, որը որ անպայման պետք է անենք։ Դա առաջինն է, հիմա դրա վրա արդեն սկսել ենք աշխատել։ Կշարունակենք մեր վեբինարների շարքը on-line, որը կարծում եմ էլի շատ օգտակար է լինում եւ բավականին մարդիկ են մասնակցում այդ վեբինարներին։ Կշարունակենք մեր հասարակական գործունեությունը, տարբեր ուղղություններով, տարբեր առաջարկներ ունենք այս պահին, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Եվ իհարկե նաև իմ մեծ ցանկությունն է, որ համագործակցության շրջանակները լայնացնենք։ Դա կլինեն Հայաստանում կազմակերպությունների բժշկական ասոցիացիաների հետ, ինչպես նաև լավ օրինակ ունեցանք ձեզ հետ համագործակցելու, շարունակենք եւ իրենց հետ եւս միգուցե հետաքրքիր եւ լավ պտուղներ քաղենք։ Քանի հոգի եք ասոցիացիայում հիմա։ 4 տասնյակից ավելի։ Այո։ Մենք Ցավի բժշկության ազգային ասոցիացիայում եւս 4 տասնյակից ավելի ենք, չենք էլ ձգտում արագ շատանալ, որովհետեւ դա էլ սպეციფიկ ուղղություն է, չենք ուզում ուղղակի անդամակցություն ունենալ, չնայած ժամանակն է արդեն էքսպանսիայի, որովհետեւ մյուս կողմից նաեւ երբ որ մարդիկ ասոցիացիայի անդամ չեն, այդ սրտացավությունը չկա եւ ներսից չեն տեսնում լիքը բան։
Բժիշկ Ամիրյան, ես մի հետաքրքիր առաջարկ ունեմ։ Մենք միասին հետաքրքիր համերգային ծրագիր ենք ունենալու նոյեմբերի 28-ին, որին ոչինչ չի մնացել ըստ էության, եւ առաջարկում եմ 4 տասնյակից ավելի հրավիրատոմս գեներացնել եւ փոխանցել ասոցիացիային եւ պնդել, որ ասոցիացիայի նախագահի իրավունքով կարողանաք այդ բոլոր բժիշկներին, կին վիրաբույժներին կտրել աշխատանքից վիրահատանից եւ ամսի 28-ի երեկոյան 1.5 ժամ իմ եւ բժիշկ Ամիրյանի կենթանի ինչեղությամբ համերգին ներկա գտնվեք։ Տեսեք ինչ է։ Մեծ պատիվ է։ Առաջարկը գեներացրեցի։ Մի անգամ։ Հիանալի է, դուք փայլում եք։ Երբ տղամարդ վիրաբույժը երգում եք 40-ից ավելի կին վիրաբույժների համար, դե նյարդաբանել ինչ ունի։ Մենք այսքան խոսեցինք ասոցիացիայի վերաբերյալ, բայց մենք չխոսեցինք Բժիշկ Բաբայանի մասին։ Բժիշկ Բաբայան, որտեղ եք ձեր գործունեությունը ծավալում ներկա պահին եւ մի փոքր ձեր գործունեության մասին խնդրում եմ պատմեք։ Այժմ աշխատում եմ Աստղիկ բժշկական կենտրոնում, ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում, որպես ընդհանուր վիրաբույժ։ Էլ չեմ դասավանդում, ժամանակին դասավանդում էի նաև բժշկական համալսարանում։ Ժամանակի առումով չեք դասավանդում։ Նաև։ Եվ Ես առաջարկում եմ հենց հիմա մեր տաղավարից բոլորով ջերմ ողջույններ ուղարկենք ամբողջ Աստղիկ բժշկական կենտրոնին, ղեկավարությանը, բժշկական անձնակազմին, բոլորին, հատկապես ընդհանուր վիրաբուժության բաժանմունքին, որտեղ մենք ունենք բազմաթիվ ընկերներ, հարգելի ընկերներ, սիրելի գործընկերներ, մեր ջերմ ողջույնները եւ համբույրները ձեզ, հատկապես եթե այս պահին վիրահատարանում եք։ Դուրս կգաք կնայեք առողջ առավոտը, ժամը 4:30 կրկնում են, հետո մենք YouTube-յան հղում էլ կուղարկենք։ Բժիշկ Բաբայան, վերադառնանք ասոցիացիային, մենք ագին բաներ քննարկեցինք ու հասկացանք, ես շատ ողջունում եմ, անկեղծ ինձ համար նորից եմ ասում, շատ կարևոր է, երբ որ մտքերը դառնում են գործողություններ։ Կարծում եմ, որ մի փոքրիկ այսպես փորձառություն ունենալով եւ ինքս եւ կողքից շատ շփվելով այլ ասոցիացիաների նախագահների հետ, վստահ եմ, որ դուք ամեն ինչ հաջողելու եք, որովհետեւ տեսնում եմ հաստատակամություն, տեսնում եմ ավելորդ շտապողականության բացակայություն, հստակ ծրագրեր եւ բնականաբար, գիտեք, դուք հայկական բժշկական ասոցիացիայի անդամ եք, չէ՞, սա էլ շեշտ։ Արդեն այո։ Ես շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ սա արդեն շատ կարեւոր է։ Մենք մտքերով կփոխանակվենք, ես վստահ եմ, որ այնտեղ որտեղ որ դուք տեսել եք Եվրոպայում, դուք շատ արագ առնվազն պետք է անդամակցեք իրենց, լիիրավ անդամ դառնաք եւ հետո համաշխարհային, ես վստահ եմ, որ եւ դրանով իսկ աշխարհի նետվորքը, աշխարհում բոլոր կին վիրաբույժների ասոցիացիայի միջոցով մի այսպիսի հետաքրքիր ցանց ստեղծեք Հայաստանի Հանրապետության համար։ Մենք տղամարդ նյարդաբաններս կողքից անպայման ձեզ մեծ սիրով հատուկ կարևոր մեր փորձառությամբ կկիսվենք ձեզ հետ եւ քաջալերում ենք, ողջունում ենք եւս մեկ անգամ ողջունում ենք ձեր 4 տասնյակից ավելի անդամներին, մեր կին վիրաբույժ բոլոր մասնագիտություններով վիրաբույժ գործընկերներին, ովքեր որ կամ կյանք են փրկում ըստ էության, կամ կյանքի որակ են բարձրացնում։ Սա էլ կարող ենք մենք ամրապնդել եւ նաեւ նրանց շարքում կան վստահ եմ, որ բազմազավակ մայրեր եւ դուք այն մարդիկ եք, ովքեր կոտրում են կարծրատիպերը եւ դուք իսկական հայ ուժեղ մայրիկներն եք, ինչի համար մենք հպարտանում ենք։ Ես այսքանը կասեմ, եթե դուք ունեք որևէ ուղերձ, մեծ սիրով մենք կլսենք, ուղղեք այն մեր գործընկերներին, հեռուստադիտողին եւ ում որ կկամենաք։ Շնորհակալ եմ իհարկե այն կին վիրաբույժներին, ովքեր որ կիսում են իմ գաղափարները եւ արդեն մեր գաղափարներն են դրանք դարձել, ովքեր ինձ հետ աշխատում են եւ անպայման փորձում են անել ամեն ինչ, որպեսզի եւ խնդիրները բարձրաձայնվեն, եւ ունենանք լավ պրոդուկտիվ աշխատանք, դա ինչու՞ չէ նաեւ ճանաչողությունը, ինչու՞ չէ նաեւ սեփական մտքերը արտահայտելու հարթակ է։ Ես այն շատ շնորհակալ եմ, որովհետեւ ես տեսնում եմ երիտասարդ, ավյունով լեցուն մասնագետների իրենք ֆանտաստիկ են եւ ուզում եմ նաեւ ասել, ովքեր որ կցանկանան միանալ մեզ, մենք բաց ենք, ինչպես բաց ենք առաջարկների համագործակցության համար, այնպես էլ բաց ենք, մեր ասոցիացիայի դռները միշտ բաց են բոլոր նոր անդամների համար, որոնց հետ մենք պետք է դեռ շատ անելիքներ անենք եւ ճանապարհ անցնենք։ Ես այստեղ մի հետաքրքիր միտք ունեմ, որ ընդամենը 10 օր անց մեկնարկում է հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսը, որին եւ դուք եք մասնակցում, եւ բոլորին, սիրելի գործընկերներ, դրանք ովքեր ուզում են հանդիպել 4 տասնյակից ավելի կին վիրաբույժի, կարող եք այցելել Meridian Expo կենտրոն, որտեղ որ կին վիրաբույժների հայկական ասոցիացիան եւս իր ուրույն տեղն է զբաղեցնելու, զարդարելով մեր միջոցառումը եւ ավելացնելով ինչու ոչ նաեւ գիտական եւ հանրային առողջապահական լուրջ սեգմենտ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, առաջին անգամ է մեր տաղավարում, որ միաժամանակ կին եւ տղամարդ ընդհանուր վիրաբույժներ են նստած եւ դարձյալ ես ձեր խոնարհ ծառան բեռը վերցրել եմ ինձ վրա, որովհետեւ այս հարգարժան բժիշկը ինչպես միշտ մեզ է միացել հերթապահությունից հետո չքնած, չարչարված, վիրահատած եւ այսպես այն բան կա չէ լուցկիները որ դնում են մուլտֆիլմերի մեջ որ աչքերը չփակվի երբեմն Բժիշկ Ամիրյանին մենք այս մտքի վրա ենք աչքերը արհեստական են դրված Բժիշկ Ավետիսյան 21-րդ դար է շնորհակալություն սիրելի գործընկերներ ես եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Բժիշկ Բաբայանին այն կարևոր մի փաստի համար որ ես ուրախ եմ լինելով տղամարդ վիրաբույժ ուրախ եմ որ մեր կողքին կանգնած են կին վիրաբույժներ հավասար վիրաբույժներ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ ես շնորհակալ եմ բոլոր վիրաբույժներին եւ առողջ առավոտի տաղավարից, նաեւ բոլոր վիրաբույժներին աշխարհասփյուր մեր բարևներն ու ողջույններն ենք հրավիրում ուղում կարծում եմ որ մեր առավոտը միասին ստացվեց առողջ ձեր շնորհակալություն որ զոհաբերեցիք ձեր այդ փոքրիկ ժամանակը եւ անցկացրեցիք մեզ հետ մենք ուշով կհետևենք ասոցիացիայի գործունեությանը ամեն կերպ կնպաստենք եւ պատրաստական ենք ես ու Բժիշկ Ամիրյանը ձեր բոլոր խոշոր միջոցառումները հատկապես միջազգային համագումարը կամ կոնֆերանսը լուսաբանել նաեւ այդ փուլում երբ որ դուք այսպես հպարտությամբ կնստեք ու արդեն կպատմեք թե ինչպես իրականացրեցիք նաեւ կադրեր կունենանք եւ ռեժիսորին խնդրենք որ դրանք ցուցադրենք Այսքանը ինձ որ թողեք ես անverջ կխոսեմ բայց այսօր երկուշաբթի է մենք շաբաթը նոր ենք սկսում այնպես որ սիրելի հեռուստադիտող շնորհակալություն որ մնացիք մեզ հետ Կարևորում ենք շատ, որ մեր կողքին աշխատող, գործող, ստեղծող բոլոր բժիշկ գործընկերները, ովքեր բացի իրենց նեղ մասնագիտությունից հասցնում են նաև գիտությամբ, հանրային առողջապահական հարցերով, ընդհանրապես մեր հասարակությանը ինչ-որ բարիք բերելու ջանք են գործադրում, մենք դա անպայման պետք է լուսաբանենք եւ հայցում ենք նաև ձեր ներողամտությունը, որ նեղ մասնագիտական բաներ չքննարկեցինք, այլ քննարկեցինք այսպիսի մի կարևոր ուղղություն։ Դուք առողջ եղեք, մենք կհանդիպենք վաղ առավոտյան։